Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք գնաճի մասին։ Զրուցելու ենք Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սիրով։ Եվ այսպես սպառողական գները աճել են 3.3%։ Կառավարությունը սա ներկայացնում է որպես կառավարելի գնաճ։ Ինչ կասեք։ Մեր հերոստադիտողների իրենց հարցն ենք, լավ։ Վիճակագրությունն ասում է, որ այն ինչ անցյալ տարի արժեր 100 դրամ, այսօր արժի 103 դրամ 30 լումա։ Դա է իրենց ներկայացրած։ Սա առնվազն թվային աճպարարություն է։ Մեթոդաբանության էական շտկումներ են պետք, եթե առաջնորդվենք այն կախավարկածով, որ խարդախություն չկա։ Համար առաջնորդվենք մեթոդաբանության սկզբունքով, լավ, ինչպես այդ 3.3%-ը գալիս։ Գնաճը իրենք հաշվարկում են 400-ից ավելի ապրանքային զամբյուղով, որի մեջ կա պարենային, ոչ պարենային, կենցաղային, պերճանքի առարկաներ եւ ոչ պարտադիր առարկաներ եւ այլն։ 400 անուն ապրանք, այսինքն եթե հացը թանկում է ենթադրենք 20%-ով, կաթրամթերքը թանկում է 20%-ով, միսը 30%-ով, տրանսպորտը 50%-ով, իսկ ենթադրենք Rolls-Royce-ը էժանանում է 30%-ով, լավ, 200,000-ից դառնում է 140,000 ֆունտ ստերլինգ։ Իրանք այդ ամեն ինչը մտցնում են մեջը։ Բայց որևէ մեկը այդ 400-450 ապրանք չի գնում։ Մեր բնակչության մի էական մասը, ում աշխատավարձը 200,000 դրամի շրջանակներում է, իրենց փողի ստացած եկամուտի մի մեծագույն մաս գնում է պարենային ապրանքների վրա՝ հաց, կաթ, շաքար, ձու, ձեթ, նպարեղեն, միս, եթե փող է մնում, բանջարեղեն, եւ այդ մարդկանց վրա գնաճը ոչ թե 3.3% է, այլ 20-25% է։ Հիմա տեսեք, 20 դամաթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են ավելի քան 5%։ Սա ծանր է հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար, ընտանիքների համար, որոնք են հիմնական պատճառները ըստ ձեզ այս գնաճի հետ կապված, դա արտահանման խնդիրն է, ներմուծման խնդիրն է, արտաքին գործոններն են, ինչն է պատճառը։ Մի քանի պատճառ կա, Առաջինն էլի եմ ասում, դա այդ զամբյուղի կազմությունն է, որովհետև իրենք կարող են մտցրել են այդ զամբյուղի մեջ ինչ որ մի բան, որը թանկ արժի, ճիշտ է, միգուցե մտել է ցածր կշռով, բայց այդ բանը, որը մեր 100,000 քաղաքացիներից ենթադրենք 10-ն է գնում, տարեկան 2 անգամ այդ զամբյուղի մեջ է, եւ միայն նրա պատճառով, որ այդ ապրանքը, որը միգուցե մտել է զամբյուղ, որովհետեւ էժանացել է, միգուցե եմ ասում, տպավորություն է ստեղծում, որ ընդհանրապես գները ընդամենը 5.5%-ով են աճել։ Բայց իրականում էլի եմ ասում, մենք չենք խոսում Կաբո Վերդեի մասին, որ չգիտեն էլ որտեղ է քարտեզի վրա, լավ, շատերը։ Մենք խոսում ենք այն ամեն ինչի մասին, որ մարդը ամեն օր ուտում է։ Այսինքն երևի ամսվա սկզբին հոկտեմբերի 1-ն էր, 2-ն էր, ես մտել եմ պարենային խանութ եւ այն կաթը, որը գնում էի 510 դրամով միլիտրը, այսօր արժի 540 դրամ։ Հիմա ես հավատամ ինձ, ես հավատամ իմ բանկային հաշվի փոփոխությանը, թե ես հավատամ այս թվերին։ Եվ նույնը մեր հայրենակիցները ում հավատան։ Տրանսպորտը ինչքան են իրենք ցույց տվել, թե թանկել է իբրև թե 2024-ի համեմատ աճել է 4.6%։ Այսինքն մի տարի առաջ Երևանում ավտոբուսների եւ մետրոյի գինը 100 դրամ էր, ճիշտ է։ Հիմա 150 դրամ է։ Տրոլեյբուսը, որը սոցիալապես խոցելի խավերի հիմնական փոխադրամիջոցն էր, 50 դրամից աճել է, դարձել է 150 դրամ։ 3 անգամ թանկել է։ Ինչ 5%-ի մասին է խոսքը։ Միգուցե դրանք դրա մեջ մտցրել են նաև, ենթադրենք, օդային տրանսպորտը, ավիատոմսերը հիմա։ 3 միլիոն բնակչությունից նախ քանիսն է օգտվում օդային տրանսպորտից։ Երկրորդը այս իշխանությունների արդեն է սկսում եմ դրանում համոզվել, որովհետև սկզբից կասկածում էի, բայց հիմա իմ մոտ արդեն ողջամիտ կասկածը գնում է դեպի համոզմունք։ Դիտավորյալ սպանել են հայկական ավիացիան, չէ, հայկական ավիաընկերությունների մուտքը Եվրոպա արգելված է,
փոխարենը, օրինակ easy ներողություն EasyJet-ը չէ, Wizz Air-ը համեմատաբար էժան թռիչքներ է կատարում։ Եվ Նիկոլ Փաշինյանը պարծենում է ասում է, տեսեք, մեր հայրենակիցները էժան կարող են գնալ։ Դա գիտեք ինչի անում է։ Նմանա որ դու սպանես քո խաղաղագործությունը, քո կոնյակագործությունը, բայց սպարտանաս, ասես գիտես, Հենեսին կամ Ռեմի Մարտինը Երևանում շատ էժան է համեմատած նույն Փարիզի հետ։ Այսինքն, այստեղ մախինացիա եմ ես տեսնում, հասկանում եք, որովհետև ներկայացման խնդիրը կա, որպիսի ազնիվ պատկերը ստանան, իրանք պետք է առանձին վերցնեն սպառողական զամբյուղի գնաճը, որովհետև ելի եմ ասում, մարդը, որը ստանում է 150,000 դրամ, իրան ոչ EasyJet-ն է հետաքրքրում, ոչ առավել ևս Rolls-Royce-ն է հետաքրքրում, ոչ սեր եւ կարմիր խավիարն է հետաքրքրում։ Այդ մարդուն հետաքրքրում է նպարեղենը, որ իր ընտանիքի, իր երեխաների հիմնական սննդամթերքն է։ Մյուս խնդիրը, եթե մենք խոսում ենք տնտեսական թեմաներով, դա մեր դրամի ազգային արժույթի վարքագիծն է։ Սղաճի էական մի հարված իր վրա է վերցնում դրամը, որը գնալով արժևորվում է, դրա թեկուզ եւ քիչ արժևորում է, բայց 2019 թվականի հունվարից sense դա ցնցումների մեջ է, դա բարձ տեղեկություն է, հիմա կարող է կենտրոնական բանկը համաձայն չի, բայց երևում է, որ ցնցումների մեջ է։ Եվ քանի որ մենք շատ ենք ներմուծում, մեր ներմուծումներն ավելի շատ են, քան արտահանումները եւ մենք դեֆիցիտ ունենք արտաքին առևտրի։ Այդ ծանր դրամը իր վրա է վերցնում սղաճի ազդեցությունը։ Եթե դա հանենք, կտեսնենք, թե իրական սղաճը ինչ աստիճանի է։ Վիճակագրական տվյալով Հայաստանը սննդամթերքի գների մակարդակով 139 երկրի շարքում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը եւ տարածաշրջանում երկրորդ տեղը միայն Թուրքիայից հետո։ Այսինքն ստացվում է Ադրբեջանը, Վրաստանը եւ նույնիսկ Ռուսաստանը, որը պատժամիջոցների տակ է։ Այդ երկրներում ավելի թեթև է գինը, ապրանքների գինը, քան մեզ մոտ Հայաստանում։ Այսինքն 139-ի մեջ 86 նշանակում է մենք թանկ ենք վճարում սննդամթերքի։ Ինչու է այդպես։ Պատճառները կարծում եմ մի քանիսն, առաջինը տեղական արտադրությունը, բայց նույն Թուրքիան իր գյուղատնտեսությունը սուբսիդավորում է շատ ավելի մեծ ծավալով, քան թե Հայաստանը, նույն Եվրամիության երկրները, էական սուբսիդիա են տրամադրում իրենց գյուղատնտեսությանը։ Հայաստանի իշխանությունները ինչ են անում գյուղացիների համար։ Եթե ժամանակին կար էժան պարարտանյութ, էժան վառելիք, էժան սերմացու, հիմա դա չեն էլ անում։ Հիշում եք անցյալ տարի, թե նախանցյալ տարի աղք Արմեն Գրիգորյանը ասում էր, դե սոյանի փոխարեն բրինձ կուտենք։ Այդ է իրանց տրամաբանությունը։ Սննդամթերքը, գյուղատնտեսությունը տրադիցիոն սուբսիդիա ստացող ոլորտ է, որևէ բան չեն կանում։ Մյուս խնդիրը ներմուծումները։ Հայաստանը, որը ունի էական պոտենցիալ, շատ բան ներմուծում է դրսից։ Եվ դա է պատճառներից նաև մյուսը, որ մեր մոտ ուղղակի պարենային ապրանքները թանկ են։ Ան ինչ որ կարելի էր արտադրել ներսում, բերվում է դրսից։ Ներկրում ենք դրսից, որովհետև նույն Իրանը, նույն Թուրքիան, արդեն Ռուսաստանի հարավը, իրենք սուբսիդավորում են, մենք ոչի բան չենք անում։ Ոնց որ գյուղատնտեսության նախարար չկա, էկոնոմիկայի նախարարներից մեկն էր ասում, ասում է դե ձեռնտու չի, եկեք քաղաքում բանվորություն արեք։ Ես չեմ բացառում, որ իրանց գյուղատնտեսական քաղաքականության նպատակը գյուղացիներին հողից չակերտավոր քշելն է, հետո այդ հողը էժան գնով առնելն է, որովհետև գյուղատնտեսական ծրագրերի զգալի մասը ուղղվում է ոչ թե գյուղացիներին, ովքեր իրանց հացի փողն են աշխատում քրտինքով, այլ ագրոբիզնեսին։ Էական մասը դրա վրա է գնում։ Եվ այս խոտորումները բերում են նրան, որ մեր մոտ սննդամթերքը իրոք շատ թանկ է։ Խոսենք առողջապահական ծախսերի մասին։ Ես կներեք մի հատ, քանի որ sense շատ սև խոսեցինք, մի հատ անեկդոտ հիշեցի, որ կառավարության ներկայացուցիչն ասում է, մասնագետները գտնում են, որ մարդիկ ավելի լավ են ապրում, կամ մասնագետների գնահատականով։ Մեկն ասում է, կներես, բայց ես ավելի վատ եմ ապրում, ասում է, դու մասնագետ չես։ Մենք այս
աբսուրդային, դառը անեկդոտային իրավիճակում են գտնվում։ Տեսեք, առողջապահական ծառայությունների գները բարձրացել են 3.5%։ Սա ինչ հետևանք կարող է ունենալ, հատկապես էլի եմ կրկնում, խոցելի խմբերի համար։ Ես նախ առաջ կուզեի տեսնել։ Կներեք, նաև հիշեցնենք, որ հունվարից մտնելու առողջապահական ապահովագրությունը պարտադիր, որը մինչև 18 տարեկաններին եւ 65-ից վերև այդ խմբերին է վերաբերում։ Հիմա այս 3.5%-ը ինչքանով է ազդելու այն մնացյալ հատվածի վրա։ Հիմա առողջապահական ծախսերի մասին թեորիքը թանկել է հաստատ ոչ 3%-ով։ Առողջապահական ծառայությունները թանկել են եւ հաստատ ոչ 3%-ով։ Դրա համար եմ ասում, ես կուզեի թուղթ ու գրիչով այդ հաշվարկը իրանք ինչի հետ են համեմատում եւ ինչից են որոշել, որ մի տարվա ընթացքում 3.5%-ով է թանկել։ Բժշկական ապահովագրությունը, պարտադիր ապահովագրությունը խորքի մեջ իհարկե լավ բան է, բայց ես կուզենայի տեսնեի ինչպես է, կուզենայի տեսնեի ծածկույթը, որովհետև ապահովագրական ընկերությունների մոտ հարց է առաջանում բրցակցության խոտորման հետ կապված, բայց ամեն դեպքում կուզեի տեսնեի ծածկույթ։ Հասկան, եթե ես վճարեմ ամսական 10,000 դրամ, 120,000 դրամ, ինչ եմ ստանում այդ 120,000 դրամի դիմաց, եւ ես նաեւ կուզեի տեսնեի այն պրոտոկոլները, որոնք հնարավորություն կտան գնորոշել բժշկական ծառայություն։ Պրոտոկոլ, այսինքն ես գալիս եմ, գլուխս ցավում է, ինչ անալիզ պետք է անձնեմ, որպեսզի կարողանանք հասկանանք ինչպես են իրեն գնահատում, հաշվում որևէ հիվանդության ինքնարժեք կամ բուժման կուրսի ինքնարժեքը, եւ այդ 120,000 դրամի մեջ ինչ է մտնում, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ, որ հաշվեկնիչ պալատը առողջապահության նախարարության հաշվեկնություն աուդիտներ անցկացրել եւ իրանք էլ հարցեր ունեին, թե ովքեր են այն շահառուները, որոնք ստացել են այդ օգնությունը եւ ինչից որոշեցիք, որ ենթադրենք նշիկների վիրահատությունն արժի X դրամ, այլ ոչ թե X կես գումար։ Դա ես շատ կուզենամ դա տեսնել, որպեսզի հասկանամ ստեղ ինչ է կատարվում։ Բայց որ ապահովագրությունը դրական բան է, իհարկե, մանավանդ մեր շատ խոցելի խավերի համար, ինքնազբաղների համար, գյուղացիական տնտեսություններում, ոչ մեծ կորպորացիաներում աշխատողների համար շատ կարևոր է։ Բայց կբերի ծառայությունների թանկացման կամ կբերի հասանելիության նվազման այս պայծրությամբ չեմ կարող ասեմ, զուտ այն պատճառով, որ ելի եմ ասում, չեմ տեսել։ Եթե ամփոփենք, վերջում կարող եք 3 քայլ նշել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, որոնք կարող են այս վիճակը քիչ թե շատ շտկել։ Մեր տնտեսությունը, գիտեք, մենք 3 տարի ինչ ենք ասում ենք, այս տնտեսական աճը, որ դուք նկարում եք 12.6%, 12.3 թե 12.6%, 8.3%, սրանք իրականության հետ որևէ կապ չունեն։ Սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դրական ազդեցությունն է, որը Հայաստանի տնտեսությունը ունի։ Նիկոլ Փաշինյանը իմ դիմաց կանգնած իմ հարցինի պատասխան ասում է ոչ։ Սա դրանից է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանում կոռուպցիա չկա։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ ազդեցությունն արդեն չկա։ Այսինքն Հայաստանը ինքը պետք է ընդունի, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չի, եւ կա կոռուպցիա։ Դրա մասին էլ գիտեք, փողոցում քայլում ես երևում է կամ ով է Պանիկովսկին հեղափոխությունից առաջ եւ հիմա ինչպես եղավ, որ ունի տուն, դղյակ եւ այլն։ Բայց ինչևէ, եթե ձեր հարցին ավելի առարկական պատասխանեմ, չքականացնեմ, տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի։ Այսինքն տնտեսությունը պետք է արդյունք ստեղծի։ Պետությունը չի կարող ձեռները ծալի մի կողմ քաշվի։ Պետությունը պետք է Ինչպես Պետությունը պետք է առավել ակտիվ մասնակցություն ունենա տնտեսական զարգացմանը, տնտեսական քաղաքականության։ Սա արդեն տնտեսությունն է գալիս։ Գյուղատնտեսությունը պարտադիր է, գյուղատնտեսությունը միգուցե եկամտաբերությունը ցածր է, բայց գյուղատնտեսությունը ունի էական սոցիալական նշանակություն։ Եվրամիության գյուղատնտեսական քաղաքականությունը 3 նպատակ ունի. ավելացնել ֆերմերների եկամուտը, պահել գյուղերի ուրեմն կենսակերպը եւ երրորդ խնդիրը ապահովել պարենային անվտանգությունը։ Հայաստանի իշխանությունները գյուղատնտեսությունը աչքաթող են արել, այսինքն պետք է լինի ակտիվ գյուղատնտեսական քաղաքականություն։ Մյուս խնդիրը որ ոլորտները։
Ստեղ արդեն կան բազմաթիվ տեսություններ եւ դրական օրինակներ։ Դա երկրի մրցակցային առավելությունն է, որ ճյուղերն է, որը պետությունը համարում է գերակա եւ այդ բնակավարներին շատ արդյունավետ օգնում է։ Երրորդ խնդիրը այս հարկային մամլիչը չի կարող երկրաշարունակել։ Չի կարող։ Բազմաթիվ գործարարներ բողոքում են, որ հարկային մամլիչի տակ են։ Հարկային մարմինները հերքում են բնականաբար, բայց հարցրեք մեր փոքր եւ միջին տնտեսվարների հետ, կտեսնեք այդ մարդիկ որքան են բողոքում։ Հարկերը ավելանում են, միկրոձեռնարկություններին մցրեցին ընդհանուր հարկային դաշտ, փոքր այդ շրջանառության հարկի շեմը կարող է նվազի, եւ տեսեք դեմագոգիան ինչ աստիճանի է ասել, ասում է հարկային քաղաքականությունը այնպես է եղել, որ փոքրը չմեծանա։ Չէ, նախ փոքր ձեռնարկությունները իրանք կարող են ընտրել, իրանք աշխատում են շրջարկով, թե ավելացված արժեքի հարկով, իրանք հիմար չեն, եթե շրջարկով են աշխատում, ուրեմն ըստ Փաշինյանի տրամաբանության հրաժարվում են մեծ դառնալուց։ Եվ մյուսը, հո բոլոր փոքր եւ միջին ձեռնարկատեր չի ուզում Բիլ Գեյթս կամ Իլոն Մասկ դառնա, կամ այս իշխանությունների հետ սերտորին աֆիլիացվող օլիգարխ դառնա։ Մարդիկ ուզում են իրենց անկախությունը պահելով ուղղակի իրենց գլխի ճարը տեսնեն, փոքր ընտանեկան ձեռնարկությունը։ Կամ փոխանակ օգնեն փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, այս մարդկանց մտցրել են մամլի տակ, մամլիչի տակ։ Այս մարդիկ, որ դուրս գան բիզնեսից, իրենց մասնաբաժինը ում է գնալու։ Խոշոր օլիգարխիային, չէ՞։ Դա է այս քաղաքականությունը։ Եվ սա ես կոչեմ հայկական պարադոքս։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հակա սոցիալական է, բայց զարմանալիորեն սոցիալապես խոցելի շերտերի մոտ ինքը մի քիչ ավելի շատ ընդունելություն ունի։ Ես հիմա չմեջ բերեմ Տիգրան Ավինյանի հոր խոսքերը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, մենք խոսում ենք գնաճի մասին, մեր հյուրն էր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ցտեսություն։